Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ։ Ուրեմն մենք հիմա գտնվում ենք Սուրբ Հարության տաճարում, երեկոյան ուշ ժամ է եւ դուք տեսնում եք Սուրբ Հարության տաճարում Գողգոթայի ներքևում, Գողգոթայի ժայռի ներքևում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Ձեզանից ովքեր որ եղել են Երուսաղեմում, այս եկեղեցին ծանոթ է նրանց եւ իրենք մասնակցել են թափորներին, այստեղ թափոր են արել, այստեղ պատարակ են երևի մասնակցել եւ բայց այստեղ կա մի բան ձախ կողմում խորանի, որ տանում է դեպի Սուրբ Վարդան եկեղեցին, մատուռը։ Եվ մենք այստեղ ենք հիմա Սուրբ Հարության տաճարի միաբան մեր Արտուր Ուրարակիրի հետ եւ միասին գնալու ենք եւ նայելու ենք Սուրբ Վարդան մատուռը։ Եկեք միասին գնանք եւ նայենք։ Տեսնում եք այստեղ ամենից հայերեն, հիմնակետ Սրբո կաթոլիկե Էջմիածնի ըստ Տեսլյանն Սրբո հորն մերով Գրիգոր Լուսավորչի Համիտյարն 303։ Սա ցույց է տալիս, սա բացառիկ նկար է, ցույց է տալիս Էջմիածնի մայր տաճարի հիմնարկեքը։ Դուք տեսնում եք այս մարդը, որ ծանր խաչաձև քարը կրում է իր ուսերին։ Դա մեր Տրթատ թագավորն է, որը ըստ Ագաթագեղոսի հայոց դարձի պատմության բարձրանում էր Մասիս սարը եւ նա շատ ուժեղ տղամարդ էր։ Բարձրանում էր Մասիս սարը եւ Մասիս սարից քարեր է շալակած բերում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մայր տաճարի հիմքերի վրա դնելու։ Տեսնում եք նրան դիմավորում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, վերևում գեղեցկադեմ Տեր Հիսուս Քրիստոսն է, նաեւ երևում է Տեր Հիսուսի ոտքերի մոտ երևում է Արարատ լեռը, իսկ ներքևում դուք տեսնում եք խաչաձև վարպետն է եւ ձերքին գործիք կա, հա, քարը տաշելու գործիք կա։ Ես այսպիսի գեղեցիկ նկար չէի տեսել, այստեղ էլ ուրիշ նկարներ կան, հետո մենք կանդրադառնանք երևի առանձին ձայնագրության։ Տեսնում եք ինչ հրաշալի նկար է եւ ուրեմն գրված է հիմնարկեք մայր կաթողիկ Սրբո կաթողիկե Մայրաթոր Էջմիածնի ըստ Տեսլյանն, այսինքն ըստ մեր հայր Գրիգոր Լուսավորչի տեսիլքի։ Բայց եկեք հիմա շարունակենք գնանք Սուրբ Վարդան մատուռը տեսնենք, հետո կնայենք Էջմիածնի Երուսաղեմի մեր մյուս գանձերը։ Հիմա ժողովուրդ ջան, մենք գնում ենք Գողգոթայի լեռան կամ ժայռի տակն ենք մտնում։ Դուք հիշում եք չէ ավետարանից, որ Գողգոթան դա բարձր տեղ էր, մեծ քար էր, որտեղ որ խաչել է մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ճիշտ է, մենք մի քիչ այս կողմ ենք, բայց այդ ընդհանուր ժայռի տակ ենք։ Եվ այստեղ պահարան է եղել, այս նեղ մասը պահարան է եղել, եւ մեր Արտուր Ուրարակիրը ինձ պատմեց, որ մեր նախորդ եպիսկոպոսներից մեկը Գյուրեղ Սրբազան Կապիկյան, ես հիշում եմ իրեն, որոշել են, որ այստեղ քանդեն եւ մի քիչ այս պահարանը լայնացնեն, հա, բայց որ քանդել են, տեսել են, որ քարի մյուս կողմը արձագանքում է, դատարկ է եւ բացվել է այստեղը եւ հիմա եկեք տեսենք թե ինչ կա։ Մենք իջնում ենք ուրեմն Գողգոթայի ներքև, ժայռի ներքև։ Սրանք եղել են առաջվա կատակոմբները, որտեղ որ հին քրիստոնյաները հավաքվել են գաղտնի, որովհետև վտանգի տակ էին, սպառնալիքների տակ էին, օրինակ Հռոմում էլ հայտնի կատակոմբներ կան, որտեղ որ հին քրիստոնյաները հանդիպում էին, կիրակյորերը հավաքվում էին, պատարակ էին մատուցում։ Նախքան Սուրբ Վարդան մատուռը գնալը, որը այս մյուս կողմում է։ Ես ուզում եմ դուք տեսնեք այստեղ, սա Գողգոթայի ժայռն է, ժողովուրդ ջան։ Ներքևում տեսնում եք ջուր կա։ Մենք չգիտենք այդ ջուրը ինչի համար է այդպես, բայց հավաքվում է եւ այս ջուրը ուրեմն օրինակի համար կարելի է ենթադրել, որ հին ժամանակ որտեղ աստիճաններ կան, այսինքն սարքված է։ Հնարավոր է, որ այստեղ առաջի դարի Երուսաղեմում ապրող քրիստոնյաները մկրտություններ են կատարել։ Հնարավոր է, փաստված չէ, բայց հնարավոր է։ Հիմա եկեք շարունակենք։ Տեսնում եք այստեղ այսպիսի պայմաններում իրենք հավաքվել են։ Բայց ես այստեղ նաև ուզում եմ ձեզ ցույց տալ Սուրբ Հարության տաճարի ամենահին սյուներից մեկը, օրինակի համար այսպիսի ջրատար խողովակ է։ Հա, խողովակ է, ուրեմն սա սյունի տեսքով ջրատար խողովակ է, որտեղից այդ ջուրերն են քաշվում, բայց հիմա եկեք ներս մտնենք ու տեսեք թե ինչ են հայտնաբերել մեր նախնիները։ Տեսեք նախ այստեղ։ Հիմա մենք մտանք Սուրբ Վարդան մատուռը։ Տեսեք ինչ գեղեցիկ մատուռ է եւ ես երբեք չեմ տեսել, որ խորանի ներքևում
ուզում եք մոտեցեք, տեսեք ինչ գեղեցիկ պատկեր է Սուրբ Վարդան Մամիկոնյանի, արտադրում եք ինչ մոտեցեք, որ նայեք, ինչ սլահայաց հայացք ունի Սուրբ Վարդանը այստեղ եւ սուրն է, բայց խաչաձև է, պահում է գրված է Վարդան քաջ նահատակ, որ վանեցեր ըստ թշնամին, որ վանեցիր թշնամուն, վարդագույն արյամբ ըտքով պսակեցել զեկեղեցի, քո վարդագույն արյամբ պսակեցիր եկեղեցին, այսինքն թշնամուն վանելով եւ որովհետեւ Վարդանանց պատերազմի հաղթանակի շնորհիվ, այո դա հաղթանակ էր, որովհետեւ պարսիկները չհասան իրենց նպատակին, մենք պահեցինք մեր հավատքը։ Եվ այստեղ խորանը Արտուր ջան, այստեղ պատարակ մատուցվում է տարվա մեջ որոշ անգամներ։ Այո։ Երբ որ ուզենանք կարող ենք պատրաստել։ Սա միայն զուտ հայկական մատուռ է, բավական մեծ, գրված է այնտեղ, կառուցվել է, գտնվել է, ուրեմն ի հայրապետություն Տեր Վազգենի Սրբազնագույն կաթողիկոսի ամենայն հայոց եւ ի պատրիարքություն Սրբո Երուսաղեմի Տեր Եղիշե Սուրբ arczepiskopos-ին եւ գրված է ի թվին հայոց ՌՆԹԺ, ես ճիշտ ասած չգիտեմ հիմա տառերով, չեմ ուզում սխալ թիվ ասեմ, բայց գրված է հայոց ՌՆԺԹ եւ կարող ենք նայել հետո իմանալ կոմենտների մեջ ուզում եք գրեք թե դա որ թիվը կլինի։ Այստեղ շատ գեղեցիկ նկարներ կան, օրինակ իմ համար շատ պատկերներ Գրիգոր Նարեկացու սրբապատկերը, անկեղծ ասեմ ես ձեզ Արտուր ջան եք մոտեցրեք թող լավ երևա։ Ես այսպես խորաթափանց սրբապատկեր Սուրբ Գրիգոր Նարեկացու չեմ տեսել։ Եթե հետևում եք, տեսած կլինեք, որ ասենք Սուրբ Գրիգոր Նարեկացու սրբապատկերները այդքան շատ չկան, բայց այս մեկին շատ տպավորեց, գրված է երևի մեջբերում է Մատյանից, Արզավանդ մաղթանած եւ տուր զողորմություն քո շնորհացը։ Տուր ողորմություն քո շնորհներով։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցն է եւ սա գեղեցիկ սրբապատկեր է մկրտություն մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ ինչ որ դուք տեսնում եք այստեղ սիրելի ժողովուրդ, սա Գողգոթայի ներքևն է։ Գիտեք, մենք գալիս ենք այստեղ ուխտի, գալիս ենք վերանորոգելու մեր ուխտը մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ։ Բայց չես կարող խուսափել այն բանից, թե ինչքան շատ բան է տվել Տեր Հիսուս Քրիստոսը մեզ, մեր հայոց ազգին։ Ես սա չեմ ասում ոչ մի դեպքում որպես հպարտության առարկա, այլ որովհետև հպարտությունը մահացու մեղք է։ Ես օրինակի համար իմ կյանքում երբեք այլևս չեմ ասում, ես հպարտ եմ այս ինչ բանով, դուք էլ մի ասեք, հպարտությունը մահացու մեղք է, դրա փոխարեն պետք է ասել, փառք Աստծո այս ինչ բանի համար, փառք Աստծո այս ինչ բանի համար։ Բայց հիմա տեսեք, այս ամեն ինչը որ տեսնում ենք մենք սուրբ տեղերում, Բեթխեհեմում, Սուրբ Աստվածամոր վերափոխման տաճարի մեջ, Սուրբ Հարության տաճարում, որ քիչ հետո մենք պատրաստվում ենք ահով, դոլով, երկյուղածությամբ Սուրբ Պատարագի մասնակցել եւ հաղորդվել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Ես հիշում եմ Տեր Հիսուս Քրիստոսի այն խոսքերը, որ ում շատ է տրված, նրանից շատ է պահանջել։ Նայ, աշխարհում ազգեր կան, որ միլիարդներով են, ազգեր կան, որ հարյուրավոր միլիոններով են, տասնյակ միլիոններով են։ Մեր փոքր ազգին Տեր Հիսուս Քրիստոսը տվել է այսքան բան։ Միգուցե ձեզանից շատերի համար, որ չեք մասնակցում պատարագի, շատ բան չգիտեք մեր հավատքի մասին, միգուցե ձեր համար այս այնքան կարևոր չի, բայց այս բաները շատ կարևոր ու նվիրական են Աստծո համար։ Այս բաները անչափ մոտ ու սրտակից են Տեր Հիսուս Քրիստոսի համար ու նա վստահել է մեր հայոց ազգին։ Ես չգիտեմ ինչի համար, որովհետև ես նայում եմ, ես չունեմ այդ արժանիքը։ Միգուցե մեր սուրբերի բարեխոսության համար, որովհետև այն ինչ որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը արեց, այն ինչ որ արել են իրպես սուրբեր, այդ սխրանքը եւ հոգեվոր, եւ մարմնավոր այդ սխրանքը, որ իրենք արել են, դա չեք պատկերացնի ինչքան մեծ սխրանք է։ Քիչ հետո ես ուրիշ ձայնագրություն եմ պատրաստելու։ Այստեղ Սուրբ Հարության տաճարի մեջ շատ մոտ Քրիստոսի գերեզմանին եւ Գողգոթային մի խորան ունենք մենք, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եկել է Երուսաղեմ եւ ինքը այդ խորանի այդ վայրում տարիներով մի քանի տարի ճգնել է, որովհետեւ ինքը իրեն արժանի չի համարել բարձրանա Գողգոթա եւ մտնի Սուրբ գերեզման։ Պատկերացնում եք, մենք ուխտավորներ գալիս ենք հերոներից եւ առաջին ցանկությունը որ ունենք մի հատ մտնենք գերեզմանը, երկրպագենք։ Ճիշտ է անում ենք ահավ դողով ինչքան հնարավոր է, բայց Սուրբ մարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տարիներով ինքը իրան արժանի չի համարել։ Այս sense մեծ սուրբ են եղել, սա ինձ հիշեցնում է
Այն ավետարանի միջի հարյուրապետին հիշում եք, որ իր ծառան հիվանդ էր եւ Տեր Հիսուս Քրիստոսը, որ ասում է, ես կգամ կբուժեմ քո ծառային, ասում է, չէ, մի արի, ասում է, ես արժանի չեմ, ես այդքան արժանիք չունեմ, որ դու իմ տունը մտնես։ Ասում է, դու մի խոսք ասա, եւ դա բավարար է, իմ ծառան կբուժվի, ասում է, Տեր Հիսուսը զարմացավ, թե նույնիսկ ասում է, հрьяաների մեջ Իսրայելում sense հավատք չտեսա։ Ես այդ մասը, որ կարդում եմ ավետարանի, երևի դուք էլ եք կարդացել, ես միշտ զարմանում եմ, էլի, Տեր Հիսուսը գա քո տուն, դու կխառնվես իրար, դու պատրաստություն կտեսնես, դու հարևաններին կհրավիրես, բարեկամներին, Աստված եկել է քո տունը, բայց դու ավելի մի մեծ բան ես անում, ասում ես, չէ, ես արժանի չեմ, այո, իմ սիրտը դողում է, ճիշտ եմ ասում։ Ու Գրիգոր Լուսավորիչը դրապես, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեր հայրապետը, դրապես սխրանք արեց։ Բացի այն ամեն ինչից, որ ինքը արեց Տրփատ թագավորի ձեռքը, մեր ազգին բերելով Քրիստոսի լույսը, դարձի եւ ապաշխարության։ Սիրելի ժողովուրդ, ես ամեն ինչ ասում եմ, դուք մտածեք, եթե դուք լսում եք այս բանը, համարում եք կարևոր, կիսեք ձեր էջերին, թող ուրիշ մարդիկ էլ լսեն, իմանան, միգուցե իրանց մեջ ցանկություն առաջանա, այս Կիրակի պատարագի գնալ, ընկնել Աստծո առաջ ասել, Տեր Հիսուս, ներիր ինձ մեղավորից, զղջում եմ մեղքերիս համար։ Միգուցե իրենց մեջ ցանկություն առաջանա, ասի, ես էլ եմ ուզում Երուսաղեմ ուխտի գալ, ես էլ եմ ուզում Սուրբ Տերերը տեսնել, ես էլ եմ ուզում տեսնել եւ վերանորոգել իմ ուխտը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Հավատացեք, ես շատ պատմություններ եմ լսել մարդկանցից, ովքեր եկել են Երուսաղեմ եւ իսկապես իրենց սրտի մեջ մի բան ճմրթվել, ճաքել, պայթել եւ իրենք դարձել են Քրիստոսին, փոխվել են, քարը ջարդվել է։ Եվ մենք հիմա այս օրին տեսնում ենք շատ ուխտավորներ են եկել եւ Հայաստանից, եւ Սփյուռքից, եւ Հեռավոր Ամերիկայից էլ խումբ է եկել եւ պատրաստվում ենք 2 օր հետո գնալ Բեթխեհեմ եւ այնտեղ տոնել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը մեր հայոց պատրիարքության Սոփոս Հակոբյանց զինվորյալ միաբանության հետ։ Ժողովուրդ ջան, ել չգիտեմ ինչ ասեմ, բայց երբ դուք եք կիսում եք այն հոգու թրթիռը, որ ես ունեմ այս ամեն ինչը ձեզ պատմելու, մեր ազգին շատ է տրված եւ մեզանից շատ է պահանջվել, ձեզանից, ինձնից։ Ու երբ որ մենք էսի չենք հասկանում, չենք գնահատում այն ինչ որ Տեր Հիսուսը մեզ տվել է, մենք Աստված վերցնում է մեզանից այս ամեն ինչ։ Ու վերցրեց, Արցախը վերցրեց, մեր հայրենիքն է տկարացել, որովհետեւ մենք հեռացել ենք Աստծուց։ Շատերը կասեն, դե լավ է, դե շարունակեք այտենց ասել, դե լավ է, էլի կվերցնի։ Եթե մենք իսկապես խեղդները չհավաքեն գլուխները եւ չդառնանք ու աշտենք Տեր Հիսուս Քրիստոսին։ Այլ ոչ թե տարվա սկզբում ասում են ձիու տարի է, մյուս տարի ասում են չգիտեմ առյուծի տարի է, մյուս տարի կարիճի տարի է։ Ինչ կենթանու աստիճանացած մարդիկ իջնում են, բացի բարձրանալու Տեր Հիսուս Քրիստոսին։ Մտածեք այս բաների համար, ժողովուրդ ջան, կիսեք իրար հետ։ Թող իմանա մեր ազգը, թող մտածի, ու ինչ պետք է անեք, վերցրեք ավետարանը կարդացեք, վերցրեք, ծնկի եկեք ասեք Տեր Հիսուս Քրիստոս, որտեղից սկսեմ, ինչ անեմ, ոնց անեմ։ Ու մի մտածեք, որ տելևիզորով այս բաների մասին խոսելու են։ Մի մտածեք, որ CNN-ը, BBC-ն ասես բաների մասին չեն խոսալու։ Այս բաների մասին տրվելի է միայն նրանց, ովքեր փնտրում են։ Ովքեր փնտրում են Աստծուն, նրանք կգտնեն այս բաները։ Այս ամեն ինչը ծածկված է աշխարհից։ Միայն նրանք, ովքեր գնում են այդ նեղ ճանապարհով, որ Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, միայն նրանց կտրվի։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ամեն։